Մաշտոցից առաջ դեռևս 3-րդ դարում հայերը ունեցել են գիրուգրականություն։ Լեզուն մեր մեծ հայրենիքն է։ Դա Վինչին ունեցել է հայկական անվամբ ներք։ Եթե դեմ չեք, մի քիչ էլ գանք նախամաշտոցյան գրերին։ Շատ վիճաբանություններ կան, որ Մաշտոցից առաջ դեռևս 3-րդ դարում հայերը ունեցել են գիրուգրականություն։ Տարբեր հույն փիլիսոփաներից ունենք ինչ-որ հիշատակումներ հայկական Հովազ հանդիպելիս ոսկյա մանյակի վրա հայերեն տառերով գրված տեքստ է եղել, ունենք հիշատակում մի մատենագրության մեջ, եթե չեմ սխալվում, մեկը մյուսին մեղադրում էր Գրիգոր Լուսավորչի թարգմանած Աստվածաշունչը մոռացնել տալու մասին եւ այլն, եւ կա այդ վարկածը, որ ուղղակի քրիստոնեության լույսի տակ ջնջվել է մինչև այդ 3-րդ դարում, 4-րդ դարում հայերեն գիրգրականություն ունենալու փաստը եւ դա այսպես որպես 5-րդ դարի ոսկե դարի հերթական լուսավոր փաստ արձանագրվել է։ Ինչ կասեք այս մասին։ Ես դրա մասնագետը չեմ, բայց ինչ որ բան կարող եմ ասել։ Սկսենք այնտեղից, որ մեր պանթեոնը որն է, գիտես, պանը բոլոր թեոն աստվածներն են, աստվածների այդ խումբը, որ կա, հայոց աստվածության 9-ն են, 10-ն են, Վահագն, Աստրիկ եւ այլն։ Միակ ժողովուրդն ենք, որ այդ պանթեոնում ունի գրի եւ գրչության աստված, Տեր աստված։ Այո։ Պիտի գրականություն ունենաս, որպեսզի ունենաս նախարարություն ունենաս, չէ, գրի նախարարն է, չէ, կոպիտ ասած։ Հիմա ուրեմն 4-րդ դարում Հովսեփ Պաղնացին եւ Հովսեփ Եկեղեցացին Մաշտոցի ղեկավարությամբ հունական ասորերեն բնագրերից թարգմանեցին Աստվածաշունչ գիրքը, որ համարվում է Թագուհի թարգմանությանց։ Այն ժամանակ ժողովուրդները հարևան գիտեին միմյանց լեզուները, գիտեին մշակույթը եւ այլն, այդ նրանք են կոչել թարգմանությունների Թագուհի, այն մատելով ուրիշ տար։ Հարց է առաջանում։ Տեսեք, էսպերանտոն գիտեք ինչ է, չէ՞։ Մոռացել եմ։ Էսպերանտոն լեզու էր, որը ստեղծվել էր, բայց չգործածվեց։ Զամենհոֆ անունով լեհը ստեղծեց 1800 քանի թվականին մի լեզու, որի քերականությունը շատ հեշտ էր, ասին գոյականները կոպիտ ասած, ես ստույգ չգիտեմ, հիմա միգուցե ծիծաղելի բան ասեմ, բայց մանրամասները չգիտեմ, գոյականները ավարտում էին օյով, չգիտեմ ինչեր այով, որ շատ դյուրին լիներ սովորողի համար։ Արդեն մոտ 200 տարի է, ամսագիր է հրատարակում, այդ լեզով գրքեր են գրվել եւ այլն, բայց դա չի դառնում լեզու։ Դա չի դառնում, այո, հաղորդակցության միջոց չի դառնում, մարդիկ չինարեն են սովորում, հազարավոր հիերոգլիֆներ, բայց էսպերանտոն չի դառնում միջազգային լեզու բոլոր ժողովուրդների համար։ Հիմա ինչու համար եմ դա ասում։ Ստեղծվում է մի թարգմանություն, որ կատարյալ է իր լեզուով։ Այդ լեզուն պետք է ճանապարհ անցած լիներ։ Այդքան կատարյալ դառնալու համար։ Նոր ստեղծված լեզուն Մաշտոցը գրերը բերել է, ասում են 405, ես ավելի 400-ի կողմնակիցն եմ։ Նույնիսկ 387 էլ են նշում։ 390-92 էլ են նշում, դե ինքը 61 թվի ծնված է, չէ՞։ Դե 20 տարեկան է, քիչ էր լեզու ստեղծելու համար, Եդեսիա գնալ եւ այլն, Սամոսատ եւ այլն։ Հիմա լեզուն 400 թվականին ստեղծվեց գրերը եւ այլն, եւ ընդամենը մի 10-20 տարի հետո ստեղծվում է կատարյալ մատենագրություն, թարգմանական գրականություն, եւ թարգմանական գրականություն եւ ինքնուրույն գրականություն։ Սովորաբար ընդունված է օրինակ մեր գրական լեզուն, որ ստեղծվեց, ովքեր ստեղծեցին՝ Միքայել Նալբանդյան, Ռաֆայել Պատկանյան, իհարկե Խաչատուր Աբովյան, Ստեփանոս Նազարյանց եւ այլն, եւ հետո գրողները եկան։
Ռաֆի եւ մյուսներ, որ գեղարվեստական գրականություն ստեղծեցին։ Այն Սմբատ Շահազիզը բանաստեղծություններ գրում այսպես ժամանակակից գրում եմ լեզվով, որ ամենայն մարդ կարդա հասկանա։ Դեռ այդ լեզուն դժվար է, ճկուն չէ եւ այլն, գնալով հղկվում է, մշակվում է։ Երբ որ ասում ենք լեզուն մշակվում է, սա նշանակում է, որ այդ լեզվով ստեղծում է գեղարվեստական բարձր գրականություն, պոեզիա եւ արձակ։ Ուրեմն այդ լեզուն անցնում է ճանապարհ։ Դուք Պատկանյանի լեզուն Վահան Տերյանի լեզու հետ չեք համեմատի։ Վահան Տերյանի լեզուն ուրիշ լեզու է արդեն։ Չարենցին ուրիշ լեզու, այսինքն ճանապարհ է անցնում, չէ՞, առնվազն 100 տարվա եւ այլն, ունենալով գրաբարի նման նախահիմք, ունենալով մեր 1300-400-500 տարվա մատենագրությունը։ Թիկունքում վիթխարի գրավոր մշակույթ կա, չէ՞։ Իսկ 4-րդ դարի լեզուն ստեղծվում է կարճ ժամանակամիջոցում եւ այդքան կատարյալ, ուրեմն հավանաբար անցյալ ունի այդ լեզուն։ Մյուս կրվանը օրինացին խոսում է մեհնական մատյանների մասին։ Մենք չգիտենք այդ մեհնական մատյանները հունարեն են ասում են գրված, ասորերեն են գրված, բայց փաստը չկա։ Դա տրամաբանություն է, որտեղ հայոց լեզու չկար, մշակված գրավոր, մենք փաստ չունենք։ Մի մասն ասում է Դանիելյան նշանագրերը հայերեն էին արդեն, Մաշտոցը դրանց հիմա այդ նշանագրերն էլ չկան, որ տեսնենք ինչ է։ Ամբողջը Ենթադրություններ են։ Ուրիշ մի բան կա, որ խորենացին ասում է, կամ իմ զանիմաստ ասեր, բարս, հարաշնոց, մերոց, նախնյաց, ոչ առանց բամբասանած խոսքի թողուր։ Ասում է ցանկանում մեր նախնի անիմաստ ասեր իշխանների բարգը առանց հանդիմանանդքի խոսքի չթողնել։ Ինչու՞, զի թեպետ եւ էմք ածու փոքր, թեպետ փոքր ածու ենք թվով հուժենտ փոքու սահմանյալ եւ զորությամբ տկար ասում է թեպետ թույլ էինք եւ այլն, բայց մեզանում էլ հերոսական գործեր կային, որոնք արժանի էին գրի առնվելու։ Ինչ լեզվով։ Այո։ Որ ժողովուրդը կարդար, ժողովուրդը հունարեն գիտեր, ասորերեն գիտեր, գիտեք թեական բաներ կան։ Անկամ Ղազար Փարպեցին կարծեմ մեղադրում էր, որ հոգևորականները արարողությունները ասորերեն ու հունարեն էին անում, այնինչ նշում էր, որ կար հայերենը։ Չէ, դա արդեն երբ որ հայոց լեզուն կա, արդեն գրավորը կա, Փավստոց Բյուզանդը որ ժամանակի մասին։ Չէ, Ղազար Փարպեցին։ Փարպեցին որ ժամանակի մասին է խոսում։ Եթե չեմ սխալվում, այդ իր ժամանակի։ Հա։ Բայց իր ժամանակ արդեն Մաշտոցը մյուսները կային։ Վայրեր կային, երբ 387-ին Հայաստանը կիսվեց Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև, ինչպես մեզանում ռուսերեն լեզուն էր իշխում մի ժամանակ։ Չէ, դեպրոսները եւ այլն, ռուսերեն խոսելը, ռուսական կրթություն ունենալը համարվում էր հասարակության մեջ ավելի բարձր բան, քան թե հայերեն։ Գուցե հենց այդտեղից էլ եկել է։ Հնարավոր է, որ այդտեղից լինի։ Գիտեք ինչ, մենք մեծ կորուստ ունենք, մենք չունենք ամբողջ Արևմտյան Հայաստանը, որտեղ մնացին մեր մեհյանները, նրանց ավերակները գոնե, աշտիշատ եւ այլն եւ այլն, պեղումներ չեղան։ Մենք այդ բոլորը մեզ համար անհաս մնացին։ Մենք Արևելյան Հայաստանի այս տարածքը քիչ նյութ է տալիս նախամաշտոցյան մեր քաղաքակրթությունը հստակորեն տեսնելու առումով։ Բայց դա ամեն դեպքում որևէ կերպ չի իջեցնում Մաշտոցի կատարած աշխատանքը։ Չէ, Մաշտոցը աշխարհի բոլոր ժամանակների եզակի մարդկանցից մեկն է։ Մաշտոցը մեզ տվել է մի հզորագույն բանակ։ Այդ 36 տարը այդ օֆն հետո եղան, չէ՞։ Գիտեք ինչպես է եղել, գրել են 36 տար եւ պետք է գրեին նաեւ օֆը, նաեւ փոխարեն գրել են եւ այդ դեռ
հետագայում մարդիկ տառ են հասկացել։ Ուրեմն, այդ 36 տառը մեզ փրկեցին ոչնչացումից։ Դա հավասար էր մի հզոր անպարտելի բանակի ուժի։ Գալիս է մի մարդ եւ փրկում է մի ամբողջ ժողովուրդ։ Փրկում է մի վիթխարի մշակույթ, ստեղծելով հայոց գիրը։ Դա ես չգիտեմ ավելի մեծ սուրբ կան մաշտոցը։ Խոսակցություններ կան, որ քանի որ նշվում է, չէ, բանի Կորյունի վարք մաշտոցիում Հռոփանոսի օգնությամբ գրչագրեց, բայց պատմական աղբյուրներում Ռուփինաս, եթե չեմ սխալվում, ով հերձվածողական հայացքներ ուներ, աղանդավոր էր այսօրվա տերմինով ասած, եւ դրանով եւս փորձում են մի տեսակ իջեցնել մաշտոցի ստեղծած տարրերի ստեղծած լինելը, օգնել է հեղկելու գծագրությունը եւ ոչ թե ստեղծելու։ Երբ որ ձեր տունը ներկարար եք կանչում, որը լավ ներկում է պատերը, դուք նրա քաղաքական հայացքների նշանակություն եք տալիս։ Կամ թե ինչ երգ է երգում եւ եթե լավ ներկարար է, լավ ատաղծագործ է եւ լավ սեղանաթոռ է պատրաստում, իրեն պատվիրում եք, ստանում եք լավ սեղան։ Դե տանը գլխի վրա է կանգնում, յոգա է անում, չգիտես ինչ է անում, դա արդեն նշանակություն չունի։ Թե հիմա Հռոփանոսը ով էր, ինչ էր, մենք շատ բան ինքներս ենք փչացնում։ Ունեցել ենք Արարատյան թագավորություն։ Եկավ Վահան Տերյանն ասում է մի խառնեք մեզ ձեր վայրի հյուսիսի արջի ցեղերին։ Այդ երկրից մեկը եկավ Պետրովսկի անունով, խորհրդային տարածքում չպետք է լիներ մի ժողովուրդ, որ ավելի հին, հնագույն եւ մեծ մշակույթ ունենար։ Եվ Արարատը դարձեցին Ուրարտու։ Այդպես չի լինում, անհայտությունից ժողովուրդը եւ պետություն չի ստեղծում, որ հետո անհետանա։ Դա Արարատ բառն է։ Երկու ռները իրենց տեղում արտասանության հիմա բերեցիք Հռոփանոս, Ռուփանոս եւ այլն, նույն անվան համաշխարհային գրականության մեջ կա, հին հնագույն գրականության մեջ նույն անվան ամենատարբեր արտահայտություններ կան, ձևեր կան, վերջապես մեզ Արմեն են կոչել, վրացիները Սոմեխի են ասում, նույն ժողովրդին, չէ, իրենք անուն են ասում։ Ինձ համար անսպասելի էր համշենահայերը գիտեք ովքեր են։ Տրաբիզոնցիներ, չենիկցիներ, որոնք ապրում են Սևծովի եզերքին, Սոչի ադների եւ այլն, ինձ անսպասելի էր, որ նրանք մեզ հայաստանցիներից խալդ են կոչում։ Խալդ։ Այո, խալդյան մեծության մենու արգիշտի։ Ապշեցի, բանենք հայաստանցիներ էին եկան, ներկաներից մեկն ասեց խալդերը եկան։ Իրենց համար դա առօրյա բառ է, այնինչ մեզ համար կապվում է արգիշտի անվան հետ, իրենք պահել են դա։ Հիմա Արարատը դարձրեցին Ուրարտու, դա Արարատյան թագավորություն է, շինծու բան է դա, այդ Ուրարտու կոչվածը։ Մենք ինքներս երբեմն ջուր ենք լցնում այլոց ճարաղացի, որովհետև գաղափարական երկիր էր, Մարքս-Լենինյան պանցալի գաղափարախոսության եւ այլն, իսկ մեր այսպես կոչված պատմաբանները հերրու դրանցից ջանում էին դուր գալ եւ այլն, ամեն ինչ հարմարեցնում էին, թե կենտրոնին, Լիզբոնին ինչ դուր կգա, ըստ այդպես գրականագետներն էլ էին այդպես գրքեր գրում, այդ գրքերը գրականագիտական թափելու բաներ են ամբողջ, ինչ դրանց մեջ ինչ կա։ Գիտեք ինչ կա, մեզ պետք է դաստիարակեն, մեզ պետք է սովորեցնեն սիրել մեր լեզուն։ Մի քիչ անհամեստ պատմություն է, բայց ասեմ տարիներ առաջ 2007-8 թվականներ Զահրատի ընտանիքը ինձ կանչեց պոլիս, Զահրատի ետմահու առաջին մեծ ժողովածուն էր լույս տեսել ընտանիքի օրն է Տիկին Անահիսը, որ ես շնորհանդես անցկացնեմ։
Սուրբ երրորդություն եկեղեցու մեծ սրա 2-3 հազար մարդ է տան ծովի պես Զահրատ ինձ համար չեն եկել Զահրատի համար հասկանալի է լեցուն էր խոսեցին ժամ ու կես մի մարդ մոտեցավ հետո ասեց պարոն ինչ գեղեցիկ լեզու եղել է հարևելահայերենը դուք ինձ հաշտեցուցիք այդ լեզվի հետ ինչու Երևան այդպես չեն խոսիր Ես շատ գիտեմ ինչու չեն խոսում ամեն մարդ խոսում է իր մակարդակի չափով ինչ կարող եմ ասել մեզ պետք է սովորեցնեն սիրել եւ հարգել մեր լեզուն բայց որտեղ մենք բառերը չգիտենք այդ մարդիկ անունները չգիտեն բառերը չգիտեն բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողին պետական քննության տոմսը քաշել է արդի գրականության հայ գրականության եսի մինչերը բառը չեմ հիշում ուղեգծերը ուղենիշերը զարգացումը եւ այլն հիմա կանգնել է Վազգեն Գաբրիելյան իրեն կոտորում է արջ խոսիր մի բառ կանգնել է երրորդ հարցն է երկրորդ դե ասա խոս վերջ խոսեց այս արտի բառը չեմ հասկանում այս ինչ է հիմա մենք որովհետեւ գիրք չենք կարդում մենք լեզուն ումից պիտի սովորենք մեր ծնողներից սովորում ենք կենցաղային լեզու ուտել սոված եմ մրսում եմ չգիտես ինչ հասկացանք բայց մեր լեզուն այդ 100 բառը չի Ես հիշեցի կուրս ընկերուհուս քննության ժամանակ Աշոտ Տերմինասյաններ մի կերպ չկտրելու սկզբունքով ամբիոնից եկան համոզեցին ոչինչ ասում էր չէ այս ուսանողուհին ոչինչ չգիտի ես նրան ոչ մի բան չեմ նշանակի ասեց լավ աղջիկ ջան մի գոյական ասա ասեց գեղեցիկ ասեց դու լրացրեցի իմ ասածը ոսկե հորթի էլ լճկան 21 բառ գիտեր Իլֆ Պետրովի հանճարեր գրքի մենք հələ եթե մեկը փորձի գրի առնել մեր պարզ մարդկանց բառապաշարը դուք կտեսնեք դա 200,000 բառանոց հայոց լեզուն է ինքը երևի 20-30 կամ 50 բառ գիտի եթե ինչ որ արհեստ ունի այդ արհեստի հետ կապված ռուսերեն բառեր անվանումներ եւ այլն կամ թուրքերեն Մենք այսինքն 200,000-ից ավել հայերեն բառ ունենք որից 20,000-ն ենք գործածում 20,000-ով է գործածում Էդով այդքան բառ գիտի ամենամեծ բառապաշարը ունեցել է Պարուշ Սևակը 24,000 այդ բոլոր հաշվի առնված է որը մեկ բառի մեկ անգամ գործածություն ոչ թե այդքան բառ կա իր գրքերում հասկացա այն բառի հաճախականության բառարան կա կազմված աշխարհի շատ գրողների Գյոթեի, Միցկևիչի, Պուշկինի եւ այլն ով քանի հազար բառ է գործածել ամենահարուստը մեզանից ով գիտի այդքան բառ Հրաչյա Աճարյանն ասում է երբ խոսում էին լեզվի մասին ասում էր դե մեզանից ով գիտի հայոց լեզու ով կարող է այդ հսկա բառագանձ տիրապետել եթե Աճարյանն էր ասում բայց ինչ որ չափ պետք է լինի չէ այդ 20 բառից ավել պիտի լինի չէ լճկայի խոխո հիհի գնացեք տաքսով եթե գիրքը կարդացել եք կամ ֆիլմը հիշում եք ասում եք 21 բառ գիտեր դրանով էր իր ամբողջ կյանքը ապրում մեզ պետք է սովորեցնեն սիրել մեր լեզուն նախ պետք է մեզ ցույց տան նրա գեղեցկությունը եւ մեզ պետք է սովորեցնեն որ մենք ունենանք ազգային արժանապատվություն Յոզեֆ Մարկվարտը մեծ գիտնական իր գրքերի վրա Գերմանիայում տված իր գրքերի վրա ներքևը Յոզեֆ Մարկվարտից ներքև հայերեն գրում էր այսինքն գերմաներեն տառերով գրում էր Հովսեփ Բեդեղշյան իր անազգանունը թարգմանել էր հայերենի եւ այլն գիտեք տասնյակ օրինակներ կարող են բերել Վլադիմիր Ռոգով կար Մոսկվայում դրամատուրգ էր թատերագետ ես չգիտեմ հիմա կա թե չկա ես նրան ճանաչել եմ 70-ական թվականներին երկու որդի ուներ նշանավոր մարդ էր ռուս գրականության մեջ մեկի անունը Մարտիրոս էր
Մարտիրոս Սարյանի պատվին, մյուսի անունը Վահրամ էր, Վահրամ Փափազյանի պատվին։ Մենք խուսափում ենք մեր անուններից։ Հələ նայեք այսօր երեխաների անունները։ Լեո, Ալեքս, Ալեն, չգիտես ինչ, որ Ալեն դրեցիր, դարձար Ալեն Դելոն։ Այդպես չի լինում։ Մենք չունենք ազգային այդ արժանապատվությունը, մեզ չեն սովորեցնում։ Մենք ինքներս մեզ չենք հարգում։ Եթե չենք հարգում մեր այբուբենը, եթե չենք հարգում մեր անունները, մեր երաժշտությունը, նայեք ինչպես են հայերը ստորագրում։ Ես ուսանողներին դա միշտ ասել եմ, եթե ուշադրություն դարձնեք մեր դասական գրողների հրատարակությունների վրա, կազմի վրա, դրված է նրանց ստորագրությունը։ Չարենց, Ա. Բակունց, Հով Թումանյան, Ա. Իսահակյան, այսպես դաջված է իրենց ստորագրությունը։ Ռուս գրողների նույնպես Չեխովի 32 ատոր ակադեմիականի վրա այդպես ստորագրությունն է դաջված։ Մեզ մոտ մեկը ստորագրում է մի հատ հիերոգլիֆ ռուսերեն այգրում, հետո ինչ որ խզբզոցներ, այսպես բաներ եւ այլն, զարդանախշ ստորագրել նշանակում է սեփական անուն ազգանունը գրել սեփական ձեռագրով։ Հայերեն տառերը, սկանչելի տառեր են։ Մի ճարտարապետ ընկեր ունեինք, ասում էր, որ տառեր են գրում, ճարտարապետները երբեմն քանդակելու համար տառեր են գրում, չէ՞։ Ինչ որ տողեր, ինչ որ բաներ, գրություն պետք է փորագրվի, ասում էր, երբ որ հասնում էի մեր են տառերի, եւ այլն, որոնք հնարավորություն են տալիս ճկունության, պլաստիկայի երևակայություն դրսևորելու, այնտեղ խաղեր անելու եւ այլն, գիտես ինչ հաճույք եմ զգում այդ գեղեցիկ տառերը գրելուց ճարտարապետորեն։ Այս բոլորը դաստիարակության հետևանք է, արդյունք է եւ հետևանք։ Ինչու մենք չենք սիրում մեր անունները։ Հայերը համատարած գնում են, ես շատ մարդու եմ ճանաչում, ծննդաբերելու Ամերիկայում, որպեսզի այդ երեխան Ամերիկայի քաղաքացիություն ստանա։ Ես մեկին հարցրի, ինչու եք երեխային այդպիսի անուն դրել։ Է ասեց, բա որ մեծանա գնա արտասահմանում ապրելու։ Ասի դեռ չծնված, դուք արդեն ուղարկում եք արտասահման։ Այնպիսի անուն դնենք, որ կարողանան կանչել։ Հա, մենք շատ գեղեցիկ անուններ ունենք։ Շատ մանավանդ կանանց անունները հրաշք անուններ են։ Սաթենիկ, Վարսենիկ, Շուշանիկ, Արուսյակ եւ այլն։ Մեկը մեկից գեղեցիկ։ Իսկ միջնադարում գիտեք ինչ գեղեցիկ անուններ են ունեցել կանանց։ Զարթոսկի, Ծամոսկի, Ծափոսկի, Ոսկի, հա։ Ոսկին էլի, Ծամերի ոսկին է ինքը Զարթ ոսկի եւ այլն։ Համենայն դեպս տղամարդկանց բուն հայկական անունները քիչ են, դրանք երկվանք անուններն են, Արա, Արամ, Հայկ եւ այլն։ Մյուսները կամ աստվածաշնչյան են, իրանական փոխառություններ էլ ունենք, կամ հունական, բայց դրանք հայկականացված են։ Երբ որ մեր լեզվի մեջ են, մեր Դավիթը արդեն հրեական Դավիթը չէ։ Դա Սասունցի Դավիթն է։ Եվ մեր Հովանեսը այլևս այդ հունական Յոհանեսը չի, արդեն հայ Հովանեսն է։ Նա անցել է մեր լեզվի քուրայով տարիների դարերի ընթացքում եւ վերածվել է հայկական անվան։ Այդպես է։ Շատ գեղեցիկ են անունները։ Տգեղ սովորություն ունենք Խաչատուրին Խչո կանչելու, Արտաշեսին չգիտես ինչ կանչելու եւ այլն չեմ ուզում ասել, բայց դրանք շատ գեղեցիկ անուններ են եւ արտասանելիս չի կարելի աղավաղել։ Մարդու անձ կարող ես վիրավորել, եթե անունը աղավաղես։ Այս բոլորը մեծ հարցեր են եւ կարիք ունեն, ինչպես ասում են, հիմնավոր մոտեցման։ Ամենասկիզբը դպրոցն է։
Բայց այստեղ էլ մենք գործ ունենք փիլիսոփայության մեջ արտահայտություն կա արատավոր շրջանի հետ։ Ասենք կատուն ուզենա իր պոչը բռնել, վազում է, չի կարող։ Չի լինի, չէ՞։ Կամ ռուսներն ասում են բելկա в колесе, սկյուրիկը որ վազում է այդ շրջագծով, չի անիմի։ Ինչու՞։ Մեզ գալիս են գիրք չկարդացած դիմորդներ եւ ընդունվում են, որտեղ համալսարանը չեն կարող փակել, այնտեղ մարդկանց բազմություն կա, որ աշխատավարձ է ստանում։ Իրենք գնում են դպրոց, Նրանք ավարտում են սերունդ։ մի կերպ գնում են դպրոց եւ ավելի թույլ աշակերտ են ուղարկում մեզ։ Ավելի թույլ աշակերտից ավելի թույլ ուսուցիչ է առաջանում։ Ծնվում կամ գոյանում, չգիտես ինչ, եւ այդ փակողոց ինչպես դուրս գա։ Ինչ անել, որ դուրս գանք այդ, որտեղից գտնենք ընտիր ուսուցիչներ, որոնք իսկական կրթություն տան։ Եվ ծնողը ոչ թե գնա ուսուցչին նվեր տանի, որ բարձր թվանշան նշանակի, դասախոսին կաշառք տա, որ դրական նիշ նշանակի։ Մենք այդ գիտակցությունը չունենք։ Ես մի շատ հետաքրքրական հաղորդում տեսա։ Ռուսը գնացել է Ֆինլանդիա, Հելսինկիի համալսարան եւ հարցազրույց է անցկացնում։ Ուսանողին հարցնում է. դուք որ մնում եք նույն կուրսում, ինչ եք անում։ Ուսանողը չհասկացավ։ Կանչեցին ուրիշ ուսանողների, նրանք էլ չհասկացան ինչ է նշանակում։ Կանչեցին դասախոսների, դասախոս եկավ, մեկը տարեցեր ասեց հասկացա, գիտեմ, ձեզ մոտ այդ բաները կան այդպես։ Եվ ֆիններեն բացատրեց ուսանողներին, այդ ուսանողն ասեց, չէ, ես որ զգում եմ այդ դասընթացը լավ չեմ յուրացրել, դիմում եմ գրում, խնդրում եմ թույլ տան, որ երկրորդ անգամ լսեմ, ես պետք է տիրապետեմ այդ առարկային, որովհետև վաղը որ ավարտեմ պետք է աշխատեմ, պետք է դա կիրառեմ, չէ, եթե ես չիմանամ, չտիրապետեմ, ինչպես կաշխատեմ, ինչպես արի Հայաստան, կձևակերպեն քեզ միտեղ, ամսական փողը կստանաս, աշխատանքնել դե ինչ կլինի։ Այս է տարբերությունը։ Այ երբ որ ունենանք գիտության, կրթության հանդեպ այդպիսի գիտակցություն եւ այդ գիտակցությունից ծնված վերաբերմունք, ամեն ինչ այլ կլինի։ Ես տասնյակ տարիներ դասախոսական աշխատանք եմ կատարել եւ ես տեսել եմ ծնողները ինչպես էին գրում քննության օրերին եւ գաղտնիք չի շատ դասախոսներ ընդառաջ էին գրում նրանց ցանկությունների։ Ուրեմն մեկը ինձ կուրսային աշխատանք է հանձնում։ Սերվանտեսի Դոն Կիխոտը։ Բերել է կոմպյուտերից հանված մի տեքստ, որովհետև հայերեն նախադասություն չկա։ Եկել էր մոր հետ, ասի տիկին դուք էլ համեցեք, եկեք, նստեք, ամբյոնում է, որտեղ դասախոսներ կան նստած, որոնք ազատ են այդ ժամին, լաբորանտ կա եւ այլն, ես կուրսային եմ ընդունում, նստեք այնտեղ ինձնից հեռու, ինչքան հեռու ենքան լավ, սա դուք եք գրել, ասում է այո, ասում եմ Դոն Կիխոտը որ թվականին է գրված, աղջիկն ասում է ինչին դեռ գրված չի, այստեղ գրված է, բայց կարող եք ասել, մայրը վրա տվեց, դե Պարոն Խաչատրյան, հիմա ով է գիրք կարդում, երեք նշանակ եք գնանք էլ, հիմա ով է գիրք կարդում, եկել հասել է երրորդ կուրս եւ այլն։ Ինչ որևէ կապ չուներ այդ տեքստի հետ, այդ գրողի անվան հետ, որ դարի գրող է, Սերվանտեսի, ինչ է։ Բայց արդյոք կարևոր են այդ թվերը հիշել։ Մասնագիտություն է, այդ ինչ եք ասում։ Դա մասնագիտություն է, դա ընթերցանություն չի։ Ինքը պիտի իմանա, որ ուրիշին սովորեցնի կամ գնա խմբագրությունում աշխատի կամ որևէ տեղ։ Դա պարտադիր չի որևէ ընթերցողի համար, որը գնացքում մի տեղ է գնում, գնացքում գիրք է կարդում, հետո թողնում է այնտեղ եւ իջնում է։ Եվրոպական գնացներում շատ կա։ Իրենք գրքեր են տպում մի բանով կոչվում է Livre de Poche, ֆրանսիայում գրպանի գիրք, փոքրադիր, այդպես ճանապարհին կարդալու։ Ընթերցողի համար կարևոր չի, բայց մարդը մասնագետ է։ Ոնց որ բժշկին ասես այդ
մանրամասները, թվերը, բաները, այդ քանի միլիմետր է այդ երակը եւ այլն, դրանք կարեւոր են։ Իհարկե կարևոր են իր մասնագիտության համար։ Սա մասնագիտություն է, նա դառնում է հայոց լեզվի եւ գրականության մասնագետ, ինչ որ մի կուրսից էլ մի մասը գնում է լեզվի գծով, մյուսը գրականության, իբրև թե խորանում է, նա դրա գիտակն է դառնում։